բարև, Մոնթե, ոնց ես, լավ եմ, դու ոնց ես։ Տատիկ, պապիկ, դունա, ու վերջ։ Հեծանի։ Հեծանիվ ես սիրում քշել, հետո բա Սևանալիճի մասին ինչ էիր ասում։ Սևանալիճ։ Առաջի հարցը, որ ինձ տալիս են, ձեր երեխաներն են, ասում եմ, հա, այո, բան, ասում եմ, որդեգրած են, չէ։ Աման շատ է տանջվել, որ դուք հայերեն խոսել սովորել։ Շատ։ Իսկ դու գիտես, որ դուք Instagram-ում եւ Facebook-ում շատ հայտնի եք ու սիրված։ Դե երեխաների պապան բնականաբար հայ չի, այսինքն տունը սենց թենենց հիմնական լեզուն անգլերենն էր։ Երբեք երբ որ ասում են տուն, ես չեմ պատկերացնում Ամերիկա, հա, ես պատկերացնում եմ Հայաստան, մենակ Հայաստան։ Գուցե շատերը քարկոծեն ինձ այս հարցի համար, բայց սա մի հարց է, որի հետ ես վստահ եմ դու ամեն օր բախվում ես։ Միշտ ուր գնում ենք, մեզ ժպիտով են դիմավորում, որտեվ ինձ միշտ ասում են ոնց որ արևներ լինեն։ Սաղ Instagram-ով ինձ գնում են, ասում են՝ «Վայ, ինչ դաստիարակված, ինչ բարեհամբույր երեխաներ են, առանց իմանալու ինչ է իրականում տեղի ունենում, հա»։ Գուգուգագա, մամա։ Մոնթեն տենց չի անում։ Սևանը հելնում ասում է, որ ուրբաթ օրը պապան մահացավ։ Երևի այն պատճառը, որ ես դառա լուսանկարիչ, ինքը հիմնական դառավ երեխաներից ծնվելուց հետո, որովհետև ես շատ էի ուզում այդ պահերը անպայման պահպանել։ Միակ բանը, որ մենք որպես ծնող կարող ենք անել ու ամենամեծ ու ճիշտ բանը, որ կարող ենք անել, դա ուղղակի մեր երեխաներին տալ անսահման սեր։ Հաղորդման գլխավոր գործընկեր Վալան գրուպ։ Գործընկերներ Armenia Wine, Արտեր, Ital Solar։ Բարի գալուս Թերմնե դիալոգ նախագիծ, որը այսօր իր ձևաչափից մի փոքր տարբերվելու է։ Այս անգամ նկարահանելու ենք հաղորդումը ոչ թե իմ բնակարանում, տուն ռեստորանում, այլ իմ բնակարանի, մեր շենքի բակում եւ ինձ հետ է լինելու ողջ օրվա ընթացքում իմ սիրելի դստրիկը Մարիան։ Բարև։ Ուրախ եմ, որ դպրոցից տուն ես եկել, Մարիա ջան։ Գիտեմ, որ հոգնած ես, բայց նաև շնորհակալություն եմ ուզում հայտնել, որ դու չմերժեցիր եւ համաձայնեցիր հաղորդումը ինձ հետ անցկացնել եւ լինել հաղորդման հերոսներից մեկը։ Իհարկե, միշտ։ Գիտես, շատ-շատերը ինձ գրում են, ասում են, մենք ուզում ենք նաև ձեր դստրիկին տեսնել, ուզում ենք իր հետ հարցազրույցան ես, այնպես որ սա շատ լավ առիթ է, իսկ առիթը մեր հանդիպման, այսօրվա իմ հյուրերի եւ քո ներկայության երեխաների պաշտպանության միջազգային օրն է։ Դուք ես պաշտպանված զգում ես, Մարիա։ Հա։ Բայց ինչ է նշանակում պաշտպանված զգալ։ Երբ որ դու գիտես, որ միշտ կարող ես ամեն ինչ ասել ծնողներիդ, եւ դու ես պաշտպանված զգում ես կողքը։ Այսինքն ինչ է նշանակում միշտ կարող ես ծնողներիդ ամեն ինչ ասել։ Ինչ լինի դու գիտես, որ ծնողդ կարող ես պատմել։ Բայց ու ամեն ինչ մեզ պատմում ես։ Հա։ Բայց ես զգում եմ բան կա, որ դու չես պատմել մեզ։ Դե օրինակ մենք պրոցեսի երեք հատ մատիտ եմ կերել, որ ջերմությունից բարձրանա։ Այսինքն ոնց ես մատիտ կերել։ Մատիտը շատ է սրում, որ այդ հատվածը դուրս գա։ Ահա։ Խնդրում եմ, էլ չանես տենց բաներ։ Մարիա ջան, դու գիտես, մամայի նկարահանումները բավականին բարդ են անցնում։ Իրականում հեշտ է թվում, բայց կազմակերպչական շատ բաներ կան։ Եվ ես ուզում եմ շնորհակալություն ասել քեզ, որ դու այսօր համաձայնեցիր ոչ միայն իմ հաղորդման հյուրը լինել, այլ նաև ինձ օգնել կազմակերպչական հարցերում։ Իհարկե, միշտ պատրաստ։ Ինչ ես կարծում, ինչից սկսենք։ Արի ամեն ինչ տնենք պիկնիկի համար։ Պիկնիկ անենք մեր հյուրերի համար։ Okay։ Ինչից է պետք սկսել։ Պետք է նախապատրաստվել եւ ընտրել որտեղ ենք անում։ Հետո պետք է դնենք աջալները, սեղանները, աթոռները կամ բարձերը, կարելի է բարձերը։ Եվ սեղան բացենք։ Այո, գնացինք։ Մեր սիրելի Enjoy-ից եմ պատվիրել ու գլովոնա բերել, դրա համար այսքան լավ մնացել է սնունդը, չի փչացել ճանապարհին։ Մենք այսօր վերջապես գնում ենք
Հերմինեի մոտ հյուր, արդեն կարծես անցյալ տարվանից փորձում էինք գայինք, վերջապես եկեք երեխեք, let's walk։ Վերջապես հասնելու ենք ու առավել եւս ուրախ ենք, որովհետեւ այսօր զայնագրելու ենք տոնական եթեր։ Եվ վերջապես Հերմինեիդ հանդիպելու ենք։ Հաջող։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես հարվեցի։ Բարև։ Կանունը Սևան։ ես գիտեմ։ Կդնես ապրես։ Բարև նայիմուցես։ Մոնթե ջան դու չես բարևը։ Արև։ Վերջապես ես ոնց էի սպասում ես հանդիպմանը գեղեցկուհի ես շատ երջանիկ եմ ձեզ հետ ծանոթանալու համար չենք թաքցնում ես ու Մարիան շատ վաղուց հետևում ենք ձեզ մենք նույնիսկ երեխաները մի երկխոսություն ունեն այդտեղ քո Instagram-յան էջում մենք անգիր անընդհատ իրար ասում ենք դա կհիշես որ նա Հա Բարև Մոնթե ոնց ես ոնց Եվ ծաղիկների համար շատ շնորհակալություն Մոնթե մերսի շատ Երեխեքը սոված են դասից հետո բայց հեսա Ես սկսում ենք եւ ուտել եւ շփվել նախ ասեմ որ ես շատ ուզում էի երեխաների պաշտպանության օրվան նվիրված հաղորդումը անել այնպիսի մի կնոջ հետ ով գիտի երեխա ունենալու հաճույքը ինչ է բարդությունը ինչ է հետաքրքրությունը ինչ է այնպես որ ես կարծում եմ որ այս շատ լավ առիթ է որ մենք հանդիպել ենք արև իրար հետ Շատ ես գիտեմ մենք հենց անցյալ տարվանից չէ համարն էինք փոխում ու անընդհատ չէր ստացվում ինչ-ինչ պատճառներով ինձ թվում է ճիշտը սա էր որ այսօրով պետք է հանդիպեինք Շատ հրաշալի է այո ես կարծում եմ որ բոլորն են ճանաչում ձեզ բայց գուցե լինեն մարդիկ ովքեր ձեր գեղեցիկ ընտանիքի անդամների հետ ամբողջովին ծանոթ չեն եկեք ծանոթանանք Սևան։ Սևան Քանի տարեկան ես բալետել ասա 8 Մոնթե քանի տարեկան ես 5 տարեկան եւ Նաիրին 9 տարեկան ես Արև մինչ երեխաները ճաշում են դասից հետո այսպես մի փոքր էներգիա են հավաքում նաև սնունդի միջոցով խնդրում եմ ինձ պատմել նախ ինչպես ստացվեց որ դու չվախեցար եւ 3 երեխա լույս աշխարհ բերեցիր այսօր շատ-շատեր այդ թվում նաև ես ընդամենը 1 երեխա ունեմ եւ իրականում շատ վախենալու է թվում ինձ բազմազավակ մայր լինելու գաղափարը ինչպես չվախեցար Բա ինձ թվում է իմ մոտ Հերմինե ջան ճիշտ դրա հակառակն էր ես երևի վախենում եմ մենակ մի հատ բալիկ ունենայի ես այնքան էի ուզում որ իմ երեխաները օրինակ Նաիրին առաջինն էր դե բնականաբար ես անպայման ուզում էի ինքը կամ քույրի կամ ապեր ունենալ որովհետև կակրաս ինձ վախացնում էր այդ միակ երեխա լինելու գաղափարը դրա համար Մոնթե ջան ուզում ես բալես Թե դու ջուր էիր ուզում ջուր հեսա կազմակերպենք հա Իսկ կխմես սառը թեյ ես քեզ համար սառը թեյ եմ պատրաստել ջուր ես ուզում լավ հիմա կբերեմ It's a juice շաքարավազ է այդ սառը թեյի մի քիչ կա մեջ հա ջուսը ահա այսա Սևանը մեզ կյուրասիրի ապրի Սևանը Սևանը իսկական ջենթլմեն է Մոնթեին կլցնես բալես Ահա Հա դրա համար ավելի շուտ ինձ վախացնում էր հենց հակառակ գաղափարը որ կարող է հանկարծ այնց ստացվի որ Նաիրին միայնակ երեխա լիներ դրա համար ես հակառակը ուզում էի նու չեմ ասի ինչքան շատ այդքան բան բայց ասենց երևի միշտ ուզեցել եմ 2 կամ 3 երեխա ունենալը այնց որ վախենալու բան չկար իմ համար այդ պարագայում Որն է բարդությունը Բարդությունը որն է, ոյ, բարդություններ շատ կան։ Հիմա ինձ թվում է այդ շատ սկիզբն էր շատ բարդ, երբ որ շատ փոքր էին բոլորը, հա, որ սենց անընդհատ պետք է ամեն ինչ հասցներ, հիմա իրանք մի քիչ շատ ավելի անկախ են դարել, հիմա նույնիսկ իրանք իրանց ոտով գնում են դպրոց, այսինքն սենց առավոտը իրանք հագնվում են, ես իրանց ուղակի նախաճաշն եմ պատրաստում, իրանք հագնվում են ու իրանք իրանց ոտով գնում են դպրոց, այսինքն այդքան շատ բարդ, ոչ թե բարդություն չեմ կարող ասեմ բարդություն, իրանց ինձ թվում է հիմա այն տարիքն է, որ
իրանք ուզում են անընդհատ ինչ-որ մի բանով զբաղված լինեն, հա, ու как раз ինձ թվում է լավ է նա, որ իրանք մի քիչ շատվոր են, իրանք իրար զբաղացնում են, չգիտեմ, ֆուտբոլ են խաղում, բակ են իջնում, էս են եւ այլն, իսկ ինձ թվում է միակ երեխայի պարագայում ոնց որ գլխավոր զբաղացնողը պետք է մաման լինի կամ պապան, այո։ Դրա համար մենք ոնց որ այդ հարցնել ենք լուծել։ Հրաշալի։ Հիմա, քանի որ դուք այն ընտանիքներից եք, որ չվախեցաք հայրենադարձ լինել, չվախեցաք թողնել փափուկ պայմանները, որ թվում է այստեղից թե կա դրսում, բարեկեցիք կյանքը եւ հետ վերադարձաք հայրենիք։ Ինչպես այդ որոշմանը եկաք։ Հա, իրականում որոշումը պլանավորված չէր։ Ինքը ավելի շուտ մենք ամեն ամառ գալիս էինք Հայաստան արձակուրդների, այսինքն գիտեք անցյալ ամառ ուզում ենք պայմանավորվենք, հա, գնաման ամեն ամառ գալիս էինք արձակուրդների ու այս ամառ որ ստեղ էինք, այսինքն անցյալ ամառ որ ստեղ էինք, ես ինձ անընդհատ բռնացնում էին մտքի վրա, որ չեմ ուզում հետ գնանք, ասանք իսկ կանից չեմ ուզում հետ գնանք, ու ասա բալես։ Հա, ինչն է։ Մեզ նայում են վերևից։ Ու հետո Հերմինե ջան, ընտեղ գիտես ոնց էր, մոտ ես էդի ես ոնց որ երևի ես ամառ հասկացա։ Հա? Their house, հես հələ հաց ուտենք տուն կգնանք։ Անպայման։ Ու ես հասկացա, որ այնց տպավորություն է, որ մենք այնտեղ ամբողջ 10 կամ 9 ամիս աշխատում ենք ու անհամբեր սպասում ենք այդ ամառվա ամիսներին, որ պետք է գանք վերջապես Հայաստան։ Ոնց որ այդ 9 ամիսը, սենց այդ ոնց որ ապրում ես, ոնց որ այդ սպասումով, որ պետք է գաս։ Այո։ Ու արդեն ոնց որ ստեղ էինք, մտածեցի, ասենք, ինչքան լավ է, ինչքան հավես է երեխեքի համար, ինչքան ավելի շատ իրանք ստեղ ազատություն ունեն, այն ինչ որ մենք այնտեղ հաստատ չունենք։ Նույն ինչ որ ասենք այդ բակ իջնելը թվում է թե այն մարդու համար, որը ստեղ ապրում, ասենք, սովորական բան է, ինչ երեխեքը բակում խաղում են, հա։ Մեր համար դա սովորական չի, հա, այնտեղ եթե մենք ուզում ենք երեխեքը խաղան, պետք է հատուկ պայմանավորվենք ուրիշ ընկերների հետ, ժամերը պայմանավորվենք, գնանք ինչ-որ պարկ, այդ պարկում երեխաներից աչքերներից չկտրենք, հանկարծ եսիմ եւ այլն, այնտեղ շատ ավելի ազատ ենք զգում, համ ես որպես ծնող, համ ինձ թվում է երեխաները որպես երեխա, որտեղ այդ մանկությունը, որը որ վստահ ես ու դու ունեցել ենք, իրանք վերջապես դավայելում են։ Այ հիմա իրենք կասեն, ինչն են սիրում Հայաստանում ամենաշատը։ Հիմա ասա տեսնեմ դու ինչ ես սիրում Հայաստանում։ What's your favorite thing in Armenia? Տատիկ, պապիկ, տունը ու վերջ։ Վերջ։ What about friends? Ընկերների մասին ինչ կասես Հայաստանի։ Չունես դեռ։ Ուզես Մարիան դառնա քո ընկերը։ Do you want Maria to be your friend? Հա։ Ինչ կանեք Մարիայի հետ։ Կգաս մեր բակ խաղալու։ Հա։ Then don't you like your backyard? You guys can come and play here. Huh? Do you? Լավ, իսկ դպրոցում մի հատ պատմի տեսնեմ, ընկերներ ունես թե չունես։ Ունի։ Քանի ընկեր ունի։ Երկու։ Անունները։ Հələ անուններն ասա իմանանք, Victoria, Renesi. Ասա, բանես. What's her name? Victoria. Who else? Geram is your friend? Yeah! Say hello to Geram and Victoria. Let's say hello to Geram and Victoria. They're gonna watch this so you can say hi to them. Say bye. Bye. Say Սուր։ Հիմա Ասում ընկերներս են։ Արդեն ընկերներդ են, սենց ընկերացար, սենց շուտ։ Հա, դե հիմա պատմի տեսնեմ Հայաստանում դու ինչն ես սիրում ամենաշատը։ Ֆուտբոլ։ Դե Ամերիկայում էլ կարա իր խաղայր ֆուտբոլ։ Ինչ կա այստեղ, որ այնտեղ չկա։ Ընկեր։ Չէ։ McDonald's։ Այդ այնտեղ կա, այստեղ չկա։ Բա այստեղ ինչ կա, որ այնտեղ չկա։ Հեծանի վես սիրում քշել, հետո բա Սևանալիճի մասին ինչ է իր ասում։ Սևանալիճ։ Հա, Սևանալիճ չկա այնտեղ, ճիշտ է։ Մոնտե։ Ասա։ Մոնտե։ Հեսա մենք քեզ հետ ենք խոսել, բայց մի հատ էլ բան հարցնեմ էլի։ Դուք որ այսպես կարողանում եք հայերեն խոսել։ Մաման շատ է տանջվել, որ դուք հայերեն խոսել սովորեք։ Շատ։ Հələ պատմի ոնց էր տանջվում, ինչ էր անում։ Հա, ոնց էինք սովորում, հələ ասա։ Հələ պատմի։ Բանը։ Ոնց։ Գիրք էինք կարդում, հա։
Հետո we had flashcards, remember? I would always show you the flashcards. Remember? With all the pictures. Դասի էինք հետո գնում հիշում ես? Հայերեն դասի էինք դասերեն։ Իսկ դու հիշում ես առաջին հայերեն բառը, որ մաման քեզ սովորացրել է։ Բարև, Մոնթե, ո՞նց ես։ Լավ եմ, դու ո՞նց ես։ Լսի, նայ, իսկ դու գիտես, որ դուք Instagram-ում եւ Facebook-ում շատ հայտնի եք ու սիրված։ Ոնց գիտես, որտեվ դուրսը բոլորը մոտենում են, հա։ Որտե մենք վիդեո շապ ենք անում։ Հետո դուրսը քեզ մոտենում են, ասում են նկարվենք։ Everybody wants to take pictures with you, right? Հավես այդ։ Нет. Դու ռուսերեն էլ գիտես։ Нет. Լավ, իսկ Մարիան էլ ձեզ հարցեր ունի։ Մաշ։ Ինչ կա Հայաստանում, որ դուք կուզեիք, որ լիներ նաև Ամերիկայում? What do we have in Armenia that you wish you would have in the States? Good question. A dog. A dog? We don't have a dog here. Դուք այստեղ չունեք շունիկ։ Dama, okay. Love. Evanalic. Սևանալիք։ Ուրիշ? Mom, how do you say that? Mega Mom. The mountain. Dama. They don't have a 360. No, they do. Ha. Uni. Ինչ չունի։ Վայ, այդ Mega Mall. Oh my god. Okay, մեծ խաղալու տեղ է։ Citizen. Մեծ խաղալու տեղ է։ Citizen. Okay, լավ, ինձ թվում է, բայց արժե այդ ամեն ինչի համար իսկապես Հայաստանում ապրել, չէ՞ Մաշ։ Ma, how would you say? Մաշ, իսկ դու ինչի ես Հայաստանը սիրում։ Երևի մեր բնության համար, մշակույթի համար, որտեղ Ամերիկայում չկա թատրոն, կան մուզեումներ, կան թանգարաններ, բայց Հայաստանի պես ոնց որ մշակույթ այնտեղ չկա։ Հայաստանը համել ունի երկար պատմություն, ինչը իրանք չունեն։ Ու երևի այստեղի երեխաների հետ ոնց որ ավելի հեշտ է մի քիչ ավելի բարձր communicate անել։ Ես ես համար նվեր ունեմ։ Oh my god. Մենք այսօր շատ նվերներ ենք ունենալու, բայց այդ We're ճիշտ gonna have պահնա, presents. We're gonna have presents, guys. ճիշտ պահնա, որ այդ նվերը տամ։ Ուրեմն Քանի որ Մարիան խոսեց մշակույթից, ես ունեմ շատ հետաքրքիր նվեր ձեզ համար։ Ես շատ ուզում եմ, որ դուք լինեք Հայաստանի պատմության եւ գինու թանգարանում։ Այ չենք եղել։ Չենք եղել, Որտեղ it's a կան museum. շատ հետաքրքիր արտեֆակտներ։ Դուք կտեսնեք, թե ինչպես է գինին ծնվում, դուք կտեսնեք, թե ինչպես է թարիրի թագուհու շնորհիվ, նաեւ կտեսնեք մեծ վիդեո, ինչպես է զարգացել գինին Հայաստանում։ Նաեւ դուք այգու մեծ շրջայց կունենաք, կծանոթանաք խաղողի այգիների հետ։ Մայրիկը գինու համտես կանի, կփորձի գինին, որտեղ մենք այսօր քանի որ մանկական հաղորդում է մեզ մոտ, մենք գինի մայրիկի հետ չենք վայելելու, բայց մայրիկը կվայելի։ Իսկ այդ ընթացքում դուք կծանոթանաք նաև Հայաստանի պատմության եւ մշակույթի հետ։ Всё, շատ շնորհակալություն, մերսի շատ։ Արի մի երկու բան էլ քեզ հարցնեմ, նոր գնացեք խաղալու։ Ես գնում եմ։ Դու գնա։ Դու էլ ես գնում։ Չես գնում։ Ուխ։ Մենք աղջիկներով կմնանք, հետո մոթեն։ Դու սիրում ես համովիկ բաներ ուտել։ So it's just us three? Հայկական ուտելիքներից ինչ ես ամենաշատը սիրում։ What's your favorite Armenian food, Balis? Dolman. Դոլմա, ես էլ եմ սիրում, բայց թփով դոլմա, թե կաղամբով դոլմա։ Թփով։ Տատիկի սարքած, չէ՞։ Ով է համով սարքում։ Տատիկը սարքում է համով տոլմա։ Ախ, կլինի մի օր ես էլ գամ տատիկի տոլման ուտեմ։ Մոնթե, այնտեղ ինչ ես տեսենք ու մնստարում։ Մոնթե, ես վստահ եմ, որ քո մայրիկը, ով անսահման սիրում է Հայաստանը, հայերին, մեր պատմությունը, քեզ պատմել է, թե դու ում անունն ես կրում։ Դու գիտես Մոնթեն ով էր։ Who's Monte? Ասա։ No, you didn't. Չես մոռացել, դու նույնիսկ եղել ես այո։ Շատ է, ամեն տարի։ Ասա, ով է Ուր եք Monte? գնաց, ամեն տարի ուր եք գնում։ Հա? Monte ազգանունը ինչ էր Monte? Mel? Մելքո։ Դե ասա, դու գիտես։ Ասա, գիտես, դե դու գիտես։ Ես տեսել եմ բոլոր վիդեոները։ Մենք գնացել էինք Monte-ի մոտ, բազմիցս գնացել ենք, չէ՞, we went to visit him.
Do you remember who he was? Montenove. Monte. No baby, ինքնալես Ալինատ լուրջ ասա Montenove. Yeah, you do. Remember he was a hero. Չէ, he was a hero. Հիշում ես? Why was he a hero? Հոդը պատմի։ Նա երիկա դու օգնես բալես, հա? Ասա բալես։ Արի սիրուն ուտենք ու պատմի։ Because he tried to help Armenia from the war. Was he a hero? He was a soldier. Չէ բալես։ What is his name? Whose name? Monte Melkonian, չես։ Իսկ ամբողջ Instagram-ը տեսել է ոնց էր Մոնթեն ծաղիկներով գնում Մոնթեի գերեզմանին։ Գնա Մոնթե, գնա խաղա, բայց կգաս, չէ։ Wow! Bravo! Ուզում ես նստես։ Չէ։ Ուզում ես Do you want to խաղաս։ sit or you want to go? Ինչ ես։ Go, գնա դե։ Դե Մարիայի հետ Մարիան հիմա քո ձեռքը կբռնի, կգնաք, կզբոսնեք։ Okay, you don't have to finish it, Alice. Համովեր ընտիր։ I want to go to our house. Nobody's going to her house, do you? Գնալու ենք, վերջում գնալու ենք։ Սա ուզում գնալ։ Արև, մի այսպեսի հետաքրքիր դիտարկում։ Շատերը ովքեր Հայաստանից տեղափոխվում են Ամերիկա, մի կարճ ժամանակ հետո սկսում են անգլերեն խոսել։ Ավելին, շատ երեխաներ, ովքեր ծնվում են Ամերիկայում, նույնիսկ հայերեն չգիտեն։ Ինչն է դրթիչ ուժը, որ դու չզլացար, որտեղ դա մեծ տանջանք է, մեծ ջանք է երեք երեխայի սովորեցնել խոսել հայերեն։ Այն դեպքում, երբ միջավայրը եւ շրջապատը գրեթե 100%-ով անգլախոս է։ Ինձ թվում է մեր պարագայում նաև նա էր դժվարություն, որ դա երեխաների պապան բնականաբար հայ չի, այսինքն տունը սենց թենենց հիմնական լեզուն անգլերենն էր։ Դրա համար ոնց որ դա էլ ավելի բարդացնում էր ամեն ինչը։ Ու ես հենց այդ վախը միշտ ունեցել էի, որ իմ երեխաները կարող է լինեն այն երեխաներից, որ հայերեն ընդհանրապես չխոսան։ Ու իրականում այնտեղ ապրելով շատ դժվար է հատկապես այդպես միքս ընտանիքներում այդ հայերենը պահպանելը, հատկապես եթե երեխաները չեն գնում հայկական դպրոց, ինչքան էլ որ փորձում ես հայկական շրջապատ, մեկը դժվար է, որտեղ դաժե նույնիսկ հայ երեխաները այնտեղ իրար մեջ սովորաբար անգլերեն են խոսում։ Դժվար էր, մենք ինչքան էլ ես ինչքան է փորձում էի ինչ-որ Zoom-ով դասընթացներ, այնտեղ ինչ-որ անհատական եւ այլն, մեկը շատ դժվարանում է, ինչքան էլ գրքերով բան եւ այլն, բայց այս մի տարի է մենք ինչ տեղափոխվել ենք, անցյալ հունիսին էինք եկել, հենց այս մի տարին եմ, որ արդեն ես ոչ մի բան էլ չեմ անում, բայց հենց զուտ երեխեքը շփվելով, այսպես բակ գնալով եւ այլն, իրանք սենց մի տարվա մեջ ահագին այնքան բացվեցին ու այնքան հիմա չեմ կարող ասեմ սենց լրիվ բացված խոսում են, բայց գոնե ինչ որ կարան հասկացնեն, եթե իրանց ինչ որ մի բան պետք է, ամբողջովին ոնց որ միշտ ասում են, չէ, երեխաները ավելի շուտ են ամեն ինչ են բռնում, բայց ինձ թվում է հենց երբ որ դու հենց այդ հայկական միջավայրի մեջ ես լինում անմիջապես, արդեն շատ ավելի հեշտ եղավ։ Ես էլի մտածում էի դժվար կլինի, որովհետև երեխաներից տեղի դպրոցը հայկական չի, հա, ինքը անգլերեն դասավանդվող դպրոց է ու երեխաները շրջապատում ոչ բոլորն են հայ, բայց փաստորեն նույնիսկ դա չխոչընդոտեց, որ երեխաների հայրենը գոնե այսքան բացվեցին իրանք։ Դուք այստեղ ձեր բնակարանը մենք հիմա վարձում ենք։ Այո։ Ես շատ մեծ հույս ունեմ եւ սպասում եմ, որ դուք շատ շուտով ունենալու եք ձեր մեծ տունը Հայաստանում։ Դա երազանք է։ Եվ ճիշտ ասած, երբ իմ գործընկերները իմացան, թե ով է այսօր իմ հաղորդման հյուրը, բոլորը շատ ոգևորված էին եւ հատկապես երեխաների պաշտպանության օրվա հետ կապված որպես տոնական եթեր ուզեցին իրենց նվերները փոխանցել։ Եվ իմ գործընկեր Իտալ Սոլարը քեզ նվիրում է 100,000 դրամի քարտ եւ արևային կայաններ գնելու դեպքում դու կվճարես 100,000 պակաս։ Իսկ այդ 100,000-ի փոխարեն երեխաների համար կօգտագործես ինչ-որ բան անելու դեպքում։ Շատ շնորհակալ եմ։ Այնպես որ ես սպասում եմ, որ դու ունենաս արդեն քո տունը Հայաստանում։ Դա մեծ երազանք է։
Գործընկեր Վալան գրուպը երեխաների կահույքի համար քարտը այս պահին ինձ մոտ չէ, բայց քեզ կփոխանցեն, նաև բազմաթիվ անակնկալներ ունեին քեզ համար։ Երեխաների կահույքը պատվիրելու դեպքում կունենաս 20% զեղչ Վալան գրուպ ընկերության կողմից։ Եվ առաջարկում հիմա դիտենք տեսանյութ, որը պատմում է Վալան գրուպ ընկերության կողմից պատրաստված մանկական կահույքի մասին։ Սա մի սենյակ է, որտեղ քո փոքրիկն իրեն երջանիկ է զգում։ Սենյակ, որտեղ ամեն ինչ երեխայի համար է, ամեն դարակ հասանելի, ամեն անկյուն խաղի հրավեր, ոչ մի սուրանկյուն, ոչ մի անհարմարություն։ Այս սենյակում կահույքը պատրաստված է որակյալ ամուր նյութերից եւ ամենակարևորը մտածված է երեխայի շարժի, տարիքային կարիքների ու երևակայության համար։ Այստեղ կարելի է վազել, բարձրանալ, փակվել ու թաքնվել։ Սա կահույք չէ միայն, սա մի աշխարհ է, որտեղ երեխան կարող է ապրել իր մանկությունը, անվտանգ, հարմար ու լի ազատությամբ։ Կահույքը պատրաստել է Վալան գրուպը, որտեղ ամեն ինչ արվում է սիրով ու մտածված փոքրիկների համար։ Վալան գրուպ, միշտ մեկ քայլ առաջ։ Ինչի համար է անհրաժեշտ, որ մարդ հայը, ով ապրում է Հայաստանում, անպայման ունենա իր տունը այստեղ։ Դա մի տեսակ ռոմանտիզացված չէ արդյոք շատ մեր կողմից, որ պարտադիր պիտի ունենանք մեր հողում մեր տունը։ Բազմաթիվ մարդիկ սովոր են այսպես, տարբեր երկրներում ապրում են ամբողջ կյանքում վարձով եւ այդքան էլ կարեւորություն չեն տալիս սեփականություն ունենալուն, տուն ունենալուն։ Ինչու է մեզ հայերիս համար այդքան կարեւոր մեր հողու ջրի վրա ունենալ մեր տունը։ Ինձ թվում է, քանի որ մենք ախր շատ ենք հենց սաղ աշխարհով սփռված ու ինձ թվում է, համենայն դեպս իմ մոտը տենց էր, որ մենք մեր հոգում գիտենք, որ մեկը մեր տունը ստեղ է, մեր տունը Հայաստանում է, որտեղ էլ որ մենք լինենք, հա, ես երկար տարիներ ապրել եմ Ամերիկայում, մոտ 20 տարի մինչև էլ մանկության ժամանակ շատ երկար տարիներ, բայց Ամերիկայում տուն եմ ունեցել, մինչև հիմա ունեմ, բայց երբեք երբ որ ասում են տուն, ես չեմ պատկերացնում Ամերիկա, հա, ես պատկերացնում եմ Հայաստան, մենակ Հայաստան։ Չեմ կարող ասեմ ինչով է դա պայմանավորված, միգուցե որովհետև ստեղ եմ ծնվել, միգուցե որովհետև ծնողներս ստեղ են ապրում մինչև հիմա, բայց տունը մենակ ստեղ է, իմ համար տունը մենակ ստեղ է։ Դրա համար ամեն մեկս ուզում ենք sense մի տեսակ մեր անկյունը ունենանք, որ գիտենք մեր տունը մեր երկրում է ամեն դեպքում։ Արև, ես գիտեմ, որ դու շատ ես ճամփորդում Հայաստանով, շատ ես լինում մարզերում, գյուղերում, սարերում, ձորերում, գետերում, ինչն այդպես ձգում քեզ բնության մեջ։ Հայ, ինձ թվում է Հայաստանը բնականաբար մենակ Երևանը չի, ինչքան էլ որ Երևանը իմ սիրած քաղաքն է, բայց ինքը մենակ Երևանը չի ու այդ սարեր, ձորեր ասվածը հիմնականում Հայաստանի տակ դա էլ ենք հասկանում, հա, ու ինձ շատ է ձգում բնությունը այն առումով, որ այնտեղ շատ ազատ ես քեզ զգում ամեն դեպքում, շատ այդ ազատության շունչը հենց այնտեղ ես սկսում զգալ ավելի շատ, քան ասենք դու Երևանը ուրիշ է, ինքը ստեղի ուրիշ բան է քեզ տալիս, իսկ այնտեղ բնության մեջ լրիվ ուրիշ բան ես ստանում։ Ես էլ եմ անդադ բնության մեջ եմ փնտրում ինձ, բնության մեջ եմ փնտրում արմատները, իմ կապը, որովհետև իսկապես առանց բնության եւ առանց Հայաստանի սարերի, ձորերի ես չեմ պատկերացնում, ուր էլ որ լինում եմ անմիջապես հետ եմ գալիս։ Ոնց որ մի տեսակ ընդեղ ես ավելի շատ զգում, հա։ Ես շատ գնահատում եմ այն մարդկանց, ովքեր ունեն հատուկ վերաբերմունք հողի հանդեպ եւ պարապ չեն թողնում մեր հողերը, մշակում են եւ բերք ու բարիք են ստանում։ Ես հիմա քեզ մի նվեր եմ փոխանցելու, որը շատ խորհրդանշական է ինձ համար։ Խոսքս Արտեր ընկերության մասին է, սա մի ֆանտաստիկ ընկերություն է, որը Գագարին Project ընկերության մի մասն է կազմում, ով փորձում է Հայաստանի Գեղարքունիքի մարզում 7 գյուղ միանգամից զարգացնել, դարձնել ուսումնական կենտրոն, դարձնել ագրարային կենտրոն եւ մշակում է այստեղ Ծաղկունք գյուղի հողերը եւ Ծաղկունքում ստանում են օրգանական, բնական պրոդուկտներ, դեղին ոլոր, հաճար, ցորենի ամբողջահատիկի ալյուր, կանաչ ոլոր, ոսպ, ինչպես նաև
եւ մասուրի թեյ, որը ամբողջությամբ C վիտամին է եւ թարմ ոսկե կտավատի յուղ, որի բուժիչ հատկությունների մասին վստահ եմ գիտես։ Ես ուզում եմ, որ քո փոքրիկներն էլ, ինչպես իմ աղջիկը, շատ բնական եւ օրգանական մթերքներով սնվեն, սա թողնեմ այստեղ չմոռանաս։ Ես եմ շնորհակալ, սիրով կօգտագործենք անպայման։ Ես էլ եմ շատ շնորհակալ։ Ես կարևորում եմ առհասարակ լավ որակի մթերքները մեր խոհանոցում եւ մեր ընտանիքների համար։ Հիմա հարցս մի փոքր խրթին կարող է հնչել եւ գուցե շատերը քարկոծեն ինձ այս հարցի համար, բայց սա մի հարց է, որի հետ ես վստահ եմ դու ամեն օր բախվում ես։ Լավ կամ գուցե անհասկանալի իմաստով։ Մենք հայերս սովորենք, որ բոլորը պիտի հայ լինեն Հայաստանում, բոլորս պիտի լինենք նույն բոյի, նույն քաշի, նույն գույնի, նույն քթով եւ այլն եւ այլն։ Եվ երբ տեսնում ենք միջավայրում մեզանից մի փոքր տարբերվող մարդկանց, անպայման դրան ռեակցիա ենք տալիս։ Սովորաբար ինչ ռեակցիաներ է ստանում շրջապատում, երբ երեխաների հետ դուրս ես գալիս, ավելի նրանց հետ խոսում ես հայերեն։ Ինչ ես հիմնականում լսում այդ դեպքում։ Ուրեմն զարմանալի օրեն, որովհետև այդ հարցը ինձ իսկապես շատ են տալիս, հատկապես այն մարդիկ, որոնք ասենք ապրում են արտերկրում ու մտածում են, ուզում են հետ գան ու իրանք մի քիչ տենց վախենում են, հա, իրանց ոնց տեղ կընդունեն կամ ոնց չեն ընդունի։ Ու հիմնականում ինձ ինչը շատ հաճելի զարմացրեց, որ ստեղ մեզ շատ լավ են ընդունում, ասենք երեխաների հանդեպ անտարբեր ոչ, ընդհանրապես ասում եմ հայերը երեխա սիրող են, հա, շատ երեխա սիրող են, հա։ Կուրք է, երեխաները հայերի համար կուրք են։ Այո, կա տենց բան։ Ու մեր պարագայում էլ ինձ թվում է դա սենց բազմապատկած է, էլ ավելի, որովհետև սենց իրանց վրա ուշադրությունը շատ է, բայց լավ իմաստով։ Մենակ միշտ ուր գնում ենք, մեզ ժպիտով են դիմավորում, որովհետև ինձ միշտ ասում են իրենք ոնց որ արևներ լինեն, իրանց որ տեսնում են անմիջապես ժպտում են։ Միակ բանը, որ ինձ ամենաշատն է զվարճացնում, դա տաքսիներում է միշտ տեղի ունենում, չգիտես ինչի տաքսիստներին այդ հարցը շատ է հուզում, իրանք առաջի հարցը, որ ինձ տալիս են, ձեր երեխաներն են, ասում եմ, հա, այո, բան, ասում է, որթեգրած են, չէ, ասում չէ, իմն են, իրեքն էլ իմն են, ու իրանք շատ զարմանում են, հետո բոլորը մտածում են, որ իրանք եռյակ են, բայց ասում եմ, չի երևում, տարբեր բոյերի են, ասենք չեն կարը, դե շատ են իրար նման, երևի էլի, մեկ-մեկ մենք էլ ենք շփոթում, բայց այդքան չէ, դա է հիմնականում, բայց ես դրան մենակ հումորով եմ վերաբերվում, չեմ նեղանում, նույնիսկ չեմ նեղանում, հա, այդքան է, մեզ ամեն տեղ, իսկականից ես չեմ կարա ինչ-որ վատ դեպք հիշեմ, որ մեզ վատ ընդունած լինեն, հակառակը, այն որ սենց ինչքան կոնֆետ պաղպաղակ, ինչ կա չկա, սենց տալիս են, ու ես ասում եմ, ոչ մի վատ փորձ երբևիցե չեմ ունեցել։ Ինչ հաճելի, որ մեր հասարակությունը պատրաստ է ներսում տեսնել նաև մարդկանց, ովքեր կարող են տարբեր լինել, կարող են էլ ավելի հետաքրքիր լինել։ Իսկ ինչ զգացողություններ ունեիր, երբ երեխաները ծնվելիս առաջին անգամ տեսար ու գրկեցիր նրանց։ Վայ, ինձ թվում է հենց խառն էր այդ ամեն ինչը, մանավանդ Նայիրին առաջինն էր, անհավատալի, հա, ինձ թվում է դու էլ որպես մայր, որ սենց գրկում ես ու սենց մտածում ես, այ այսօրվանից իմ կյանքը փոխվեց, որովհետև եթե ես մինչև այդ ապրում եմ մենակ իմ համար, այ հիմա ես պատասխանատվություն ունեմ ու այդ ամբողջ պատասխանատվությունը իմ համար է։ So ինքը համ շատ ուրախ էր, համ հուզիչ էր, համ այդ պատասխանատվության զգացմունք է, որ ամբողջովին այս մարդը քեզանից կախում ունի, ամբողջովին ու շատ երկար տարիներ դեռ ունենալու է, so դա նաև վախեցնող էր ինչ-որ չափով, հա, այդքան է, so այդ սաղ շատ միքս զգացմունքներ էր, այդ սենց այդ մի րոպեվա մեջ։ Ես ցավոք չեմ կարող տարանջատել, որտեղ միայն դուստր ունեմ, բայց ինձ միշտ հետաքրքիր է, այ կա տարբերություն վերաբերմունքի, դաստիարակության, էմոցիաների մեջ տղա երեխաների եւ աղջիկ երեխաների միջև։ Ինձ թվում է կա։
ինձ թվում է կա, մեր պարագայում հատկապես կա կերպալես։ Մեր պարագայում կա, որովհետև ինձ թվում է Սևանն ու Մոնթեն ավելի իմ հետ ավելի կապված են։ Իմ հետ ավելի կապված են, քան Նայիրին ավելի պապայի հետ է կապված, բայց դա էլ միշտ կա, չէ, որ աղջիկները պապաները հատուկ կապ ունեն, ոնց որ ես իմ պապայի հետ։ Ինձ թվում է դա վստահ կա։ Հետո ստեղ նաև կապ ունի այն փաստը, որ Նայիրին ավելի մեծ է, ոնց որ բացի իրենց որ աղջիկը ինքը ավելի մեծ է, ինքը արդեն իրան մեծ է զգում եւ այլն։ Տղաները շատ ուրիշ ձևի են իմ հետ կապված ու ես դա զգում եմ ավելի արտահայտվող են, ավելի միշտ ասում են դրա մասին, Նայիրին էլ դա հիմնականում պապային է ավելի շատ կապված, հա։ Սևան, մի հատ ինձ կպատմես, դուք տանը մարդավարիկ, իրար հետ գզվրտվում, կռվում, ինչ եք անում։ Սաղորե է դա, հələ պատմի, հա, ինչքան եք տունը կռիվանում։ Տունը ինչքան եք կռիվանում, հա, հələ պատմի։ Դուք Մոնթեին եք նեղացնում, որովհետև իրանք քուր ախպեր, Սաղորը Մոնթեին նեղացնում են, որովհետև Մոնթեն ամենապուճուրն է։ Ինչի։ Հələ պատմի, որովհետև սաղ Instagram-ով ինձ գնում են, ասում են, վայ, ինչ դաստիարակված, ինչ բարեհամբույր երեխաներ են, առանց իմանալու, ինչ է իրականում տեղի ունենում, հա։ Մոնթե ջան, Սևան ջան, հերիքա, հա, արևս, ոնց ես կարծում։ Լավն է։ Հա, գիտեմ, շատ լավն է, բայց ոնց որ հերիքա, բալես, դա ցինա, բալես։ Հա, դե հələ պատմի, կռվում եք տունը։ Քիչ։ Քիչ եք կռվում։ Այդ երբ քիչ կռվեցիք, այսօր գալիս ենք ձեր մոտ արդեն տաքսիի մեջ գնաց։ Իսկ ինչն է հիմնականում կռվի պատճառը լինում, հələ ասեմ։ Սևանը սաղեն սկսում է բզել, հա, դե պատմի։ Չի ես նեղացնում Մոնթեին, հա։ Չի լսում։ Մոնթեն քեզ չի լսում, հա։ Ինչի դու իրան ինչ ես ասում, որ ինքը քեզ չի լսում։ Խփում է։ Ինքն է խփում, թե դու ես իրան խփում։ Իրան։ Հա, դու ես չէ իրան խփում։ Բայց ինչի ես խփում փոքրը, քո ապերիկ։ Նստի, խելոք նստի։ Սևան, խելոք նստի։ Ես սենցեմ։ Բարե մամա, մոտ ասում է գուգու գագա մամա։ Մոնթեն տենց չի անում, Մոնթեն տենց է անում։ Ուզում ես ասես, որ Մոնթեն գալիս է փիսիկ անում, հա։ Մաման է քո վրա է, ջղային անում։ Դու ոչինչ չես անում։ Սևանը ուղղակի ուզում է, որ ուշադրությունը իր վրա լինի, չէ՞, պալես, տենց ես ուզում։ Ուրեմն Սևանը որ դպրոցում, հետո ինձ թվում է Սևանի մոտ մի քիչ ինքը որ middle child-ը, ոնց են ասում հայերեն, միջնեկն է, հա։ Ինձ թվում է իրանց մոտ այդ բանն էլ չէ կա, մի քիչ այդ ուշադրության, որտեվ ոչ մեծն է, ոչ փոքրն է, ոնց որ մեջտեղն է ընկել, դրա համար այդ ուշադրության կարիքը մի քիչ էլ ավելի շատ ունենք։ Ուրեմն այնտեղ դպրոցում այնտեղ որ դպրոց էր գնում, իրանք ամեն երկու շաբթի օրը սենց դասարանով սենց նստում էին պոլին, այս սենց մոտապես ոնց որ մենք ենք նստած ու պատմում էին երեխաները ամեն մեկը weekend-ին ինչ արել։ Մեկն ասում է ես գնացել եմ զոոպարկ, մեկը գնացել է ես իմ տատիկի տուն, մեկը գնացել է ես իմ ուր եւ այլն։ Վերջապես հերթը հասնում է Սևանին ու Սևանը երևի այդ պահին մտածում է ինչ սենց մի հատ ես բան ասեմ։ Օրիգինալ բան ասեմ։ Այն որ սենց ոչ մեկ չի կարա էլ էստեղ ասի, հա։ Ինչ տենց հետաքրքիր մի բան ասեմ, Սևանը հելնում ասում է, որ ուրբաթ օրը պապան մահացավ։ Սևանն ասում է պապան ուրբաթ։ Remember when you said that daddy died? You said that in the Castle Bay? You don't remember? Փոքր էիր։ Հիմա ես դասատուից նամակ եմ ստանում, ասում եմ սենց ցավակցական։ Չէ, ասում եմ ես չգիտեմ, ասում եմ երեխան սենց լուր է մեր հետ կիսվե, բայց չգիտենք էլի, հավատանք թե չէ, արդյոք կենթանի է էլի ձեր ամուսինը, չգիտենք ում հավատանք էս պատմության մեջ։ Զանգել է ամուսնուս ասում եմ կարաս այսօրվա թերթը ձեռդ պահես նկարվես, ես մարդիկ հավատան, որ դու կենթանի ես։ Այսօրվա թերթը բայց ամենալավն է ես պատմության մեջ։ Ճիշտ ժամկետի նկարվի, որտեվ ինքը զեն կոնկրետ ժամով ուրբաթ օրը դե պապան մեզ լքեց, բան, всё, daddy died, չես հիշում։ Սևան, կգաս ես մի հատ հարց ունեմ քեզ։ Արի։ Արի։ Սևան ջան, կնա պալես կոսի։ Մի հատ, խոստանում մի հատ հարց եմ տալու, ոչ ավել։ Գալիս եմ։ Դե գիլասն էլ վերցրու արի։ Գնա, բազի։ Ես ուզում եմ դու ինձ մի հատ քո տատիկ պապիկից պատմես, էլի խնդրում եմ։ Հələ պատմի։ Ինչ։ Can you tell about grandma and grandpa? Տատիկ ու պապիկի մասին կարաս պատմես։ Հələ պատմի, տատիկի հետ ինչ եք անում։ Պատմի տատիկի հետ ինչ եք անում, պապիկի հետ ինչ եք անում։ Հələ պատմի, բալես։ Հավաքենք, how do you say making food?
ուտելիք եք պատրաստում։ Հետո պապիկին խփում եմ, տվել եմ, սաղկեց։ Բոքս եք խաղում պապիկի հետ։ Չէ, աչե սաղկեց։ Հա, ուղղակի ինքը թողնում է, որ դու իրեն խփես։ Ազնիվա, ինչ խոսք ազնիվա, հետո իսկ գնում եք զբոսնելու։ Ֆուտբոլ չեք խաղում պապիկի հետ, հիշում ես պապիկի հետ։ Ֆուտբոլ։ Հա, այն որ ժամացույցը Հետո ես ջարդեցիք։ բոքս եմ անում իմ պապային։ Ահա։ Իսկ ինչ ես սիրում մամայի հետ ամենաշատը անել։ We can say in English if you want. Հա, հանգիստ ասեմ։ Making food, հա, Սևանը շատ է սիրում ուտելիք պատրաստել, այո, շատ է սիրում։ Հա, բալես։ Նվեր ունեմ։ Oh my god, we have a present. Again? Նայ ինչ եմ ձեզ նվիրելու։ Ձեզ նվիրելու եմ գյուղից բերված շատ համով food։ Այստեղ դու կգտնես։ Էսի բլինչիկ չի դա։ Այո, կգտնես տնական հավիտներ, ձուիկներ, ձվածեղ կսարքես մամայի հետ։ Դու այստեղ կգտնես թարմ, տավարի աղացած միս, տնական հավիկ։ Այս ինչա։ Ամբողջը բնական մթերք, գաթա, մաման քեզ համար գաթա կթխի։ Էսի вообще քո սիրածն է, բլինչիկա չէ երեխեք։ Այստեղ կա լանգետներ, մամայի հետ կտապակեք այս ամեն ինչը ողջաբեր գյուղից ա մեզ մոտ եկել։ Բնական մթերքներ են ամենաբարձրական մսից։ Թե տատիկի հետ ես ուզում սարքես։ Լաուրայի հետ կսարքես, լավ։ Սա կլինի ձեր նվերը, դնում եմ կողք, որ մեզ չխանգարի։ Արև Հայաստանում երեխա դաստիարակելու խնդիրները որոնք են։ Խնդիրները։ Այսինքն որոնք որ տարբերվում են Ամերիկայի։ Տարբերվում են կամ գուցե չենք համեմատում, բայց դու այստեղ զգում ես այդ բարդությունը։ Իմ համար անկեղծ ստեղ ավելի հեշտ է թարսի պես, որովհետև ստեղ ես օգնողներ շատ ունեմ, հա, ես ունեմ մամա, պապա, որ կարան գան օգնեն, եղբայրս աստեղ կնոջ հետ, Լաուրան աստեղ, մեր բեյբիսիթերը, ստեղ օգնողներ իսկապես շատ ունեմ, իմ համար շատ ավելի հեշտ է ստեղ երեխաներ մեծացնել ու այն առավել եւս այն ինչ որ խոսեցինք, հա, այստեղ ինչքան ավելի ազատ ու ապահով են իրանք զգում ու ես առավել եւս, քան թե Ամերիկայում։ Դրա համար եթե բարդություն մտածեմ, իհարկե ինչ որ կոմֆորտի պարագաներ կա, որոնք մենք այնտեղ ավելի սովոր էինք, հա, զուտ ինչ որ տենց կենցաղային, բայց իմ համար դա երբեք չես փոխարինի այն ինչ որ մենք ունենք ստեղ։ Իրանք ուղղակի ինչ որ կենցաղային բաներ են, որը ոչ այդքան էական են, ինչքան ավելի այդ մարդկային ֆակտորը, որ մենք ստեղ ունենք։ Դրա համար կոնկրետ ինչ որ մի բարդություն իսկականից հիմա կդժվարանամ ասեմ։ Միգուցե կա հիմա իմ մտքին չի գալիս, բայց կդժվարանամ ասեմ ինչ որ մի հատ կոնկրետ բարդություն։ Ես չեմ կարող չխոսել նաև քո մասնագիտության մասին որպես լուսանկարիչ։ Արդյոք կարողանում ես այստեղ քո տաղանդը ներդնել, ստանալ այն էներգիան ու այն էմոցիաները, որ պետք են քեզ որպես նկարիչ։ Ես շատ ուրախ եմ, որ երևի մոտ մի ամսից իմ անձնական ստուդիան պետքա բացվի, հա, շատ երկար ճանապարհ ենք մենք անցել իմ ստուդիայի հետ, որտեղ վերանորոգում, ստեղ ես ոնց հասկացա, այ բարդությունը տեղ կարամ ասեմ, որ մեր վերանորոգումը հայ շինարարի հետ շատ երկար ճանապարհ ենք մենք անցել սկզբից մինչև վերջ, բայց ոնց որ հասել ենք այդ վերջի կետին, շատ քիչ բաներ ա մնացել, որ ինձ թվում է մյուս ամիս կարծում եմ մենք արդեն վերջնական պետքա բացվենք ու ես շատ ուրախ եմ, որ իմ կարծիքով Հայաստանում շատ տաղանդավոր լուսանկարիչներ կան, շատերը իմ ընկերներն են ու ես սիրով իրանց բոլորին խորհուրդ եմ տալիս, իսկականից մենք շատ տաղանդավոր լուսանկարիչներ ունենք ու դրա հետ մեկտեղ մարդիկ, որ սպասում են ինձ, սպասում են երբ բացվելու, որ գան իմ մոտ լուսանկարվեն, իմ համար դա շատ կարևոր է։ Դրա համար շուտով, դեռ այս վերջի մի տարին ինչ ստեղ եմ պատկերացրեք չեմ էլ նկարել համարյա ոչ մի բան, հա, բայց ինձ թվում է մյուս ամսվանից սկսած արդեն սենց նոն-ստոպ պետքա որ սկսվի։ Ես խենթանում եմ լուսանկարների համար, որտեղ քո երեխաներն են։
Որպես մայր, երբ տեսնում ես նրանց մեծանալը քո լուսանկարների միջոցով։ Դա է բարդը։ Ինչ ես զգում։ Դա է բարդը, որովհետև հենց դա սովորական ինձ թվում է, հա, հեռախոսի մեջ մեկ-մեկ որ թերթում ես ու հիմնականներն ես տեսնում ու հիմա նայում ես, ասում ես, ասենց փուչուր երեխայից ոնց հենց մեծ մարդ դարավ ու զարմանում ես, ինքը շատ բան զգացմունք է ու ինձ նաև ինձ թվում է երևի այն պատճառը, որ ես դառա լուսանկարիչ, ինքը հիմնական դառավ երեխաներից ծնվելուց հետո, որովհետև ես շատ էի ուզում այդ պահերը անպայման պահպանել, որովհետև արդեն հասկանում էի ինչքան շուտ է այդ ժամանակը թռնում, որ իրանք սենց փուչուր գրքի երեխայից արդեն 10 տարեկան համարյա քոբոյին են դառնում։ Դա երևի հիմնական պատճառներից էր, որ ես այդ մասնագիտությունը ընտրեցի։ Արև, ես անչափ շնորհակալություն եմ ուզում ասել քեզ հանդիպման համար։ Սա ինձ համար ոչ թե նկարահանում էր, ոչ թե հարցազրույց էր, սա ուղղակի վայելք էր ինձ համար, որովհետև ես անհամբեր էի սպասում մեր հանդիպմանը, երեխաների հետ հանդիպմանը եւ այո, չեմ թաքցնում, երեկոյան երբ շատ հոգնած եմ լինում, երբեմն մտնում եմ քո Instagram-ի էջ, որ նայեմ, որովհետև մի տեսակ, գիտես, հեքիաթի նման կարծես լինի, քո ընտանիքը, երեխաների հետ հարաբերությունները, իրենց այդքան յուրահատուկ լինելը, ինչը շատ գեղեցիկ է ինձ համար, եւ ես շատ ուրախ եմ, որ իմ տոնական եթերը, որը նվիրված էր երեխաների պաշտպանության օրվան, մենք միասին կարողացանք դարձնել իրականություն, եւ այս օրը կիսեցիր ինձ հետ, իրականում բավականին բարդ է 3 երեխայի հետ նույնիսկ A կետից B կետ գնալ, ավելին երբ որ դա նկարահանում է կամ առաջին հանդիպումը, ես հասկանում եմ դու որքան բանի միջով ես անցել, որ հասել ես այս կետին, դրա համար հատուկ շնորհակալություն եմ ուզում ասել եւ ամենավերջում կուզենայի դու փակեիր մեր հանդիպումը խոսք ծնողների, երեխաների պաշտպանված լինելու դրա անհրաժեշտության մասին նաեւ։ Ինձ թվում է մենք որպես ծնող հատկապես այսօրվա աշխարհի մեջ շատ բարդ գործ է դա, մեզ թվում է որ դա շատ բարդ գործ է, որովհետեւ տարբեր հանդեկոս հարթակներում, բաներում, ինչ որ տարբեր բաներ ենք լսում, որ պետքա սենց անել, պետքա նենց անել, կամ նենց անել, ու սենց դու սկսում ես մտածել, արդյոք ես վատ մամա եմ, սխալ եմ անում կամ ճիշտ եմ անում, բայց ես վերջերս հասկացա, որ երևի միակ բանը, որ մենք որպես ծնող կարող ենք անել ու ամենամեծ ու ճիշտ բանը, որ կարող ենք անել, դա ուղղակի մեր երեխաներին տալ անսահման սեր։ Այդ սիրոց բացից մնացած այս խմբակին գնալը, այն խմբակին գնալը, ստեղ ընդեղ հասնելը, որը բոլորս ուզում ենք հասցնենք, իրականում երևի ոչ այդքան էական է, ինչքան ուղղակի այդ անսահման սերը տալը։ Ես իմ երեխաներին այս վերջերս սկսեցի ասել, ինձ թվում էր դա պարզ է, բայց հասկացա միգուցե իրանց համար դա պարզ չի, ուզեցի անպայման, որ մենք խոսենք դրա մասին, որ ինչ էլ լինի, դաժե եթե դու ինչ-որ սխալ բան ես արել, չգիտեմ, դպրոցում եկի խփել ես, մի բան արել ես, կարող է դա հիմա չլինի, 10 տարուց լինի, ինչ էլ դու արած լինես, կապ չունի դու ճիշտ ես կամ սխալ ես։ Ես ուզում եմ դու քեզ ապահով զգաս, որ դու կարաս զգաս ինձ ասես, ու դա ինչ էլ լինի, ես միշտ կլինեմ քո կողմից։ Ինչ էլ դու արած լինես, ես միշտ քո կողմից եմ։ Ու ինձ թվում է այ առաջի հերթին իրանք պետք է իրանց ապահով զգան, իրանց ընտանիքում, որ իրանք կարան գան ասեն, մամ, գիտես, սենց բան ա եղել, ու ես շատ մեծ հույս ունեմ, որ ես այնքան մեծահոգի կգտնվեմ, ոչ թե որ կսկսեմ գոռալ, ասեմ ոնց կարեր դու տենց բան անել, ասեի, արի հասկանանք ոնց կարանք ես ինչ-որ իրավիճակից դուրս գանք։ Դրա համար կասեմ ծնողներին այդ խորհուրդը, որ առաջինը թող իրանք փորձեն նենց անեն, որ իրանց երեխաները իրանց ապահով զգան իրանց ընտանիքում։ Ու դա երևի միակ հնարավոր է այդ անսահման սեր տալով։ Շնորհակալ եմ այս հրաշալի խորհրդի համար։ Ես առաջարկում եմ մենք գնանք տեսնենք երեխաները ինչով են զբաղվում։ Գնանք, ասեցինք ապահովենք, գրկենք, համբուրենք եւ իսկապես այնպես անենք, որ իրենց ապահով զգան մեր ներկայությամբ։
Շատ հաճելի, շատ մերսի համար։ Արի քեզ էլ գրկեմ։ Ինչ հրաշալի ժամանակ անցկացրեցինք, դու հավանեցիր։ Այո, շատ։ Ինչա հավանեցիր ամենաշատը։ Երեխաների հետ ժամանցը։ Լավ, պատասխաներ ուրիշ։ Ես շատ եմ սիրում պիկնիկներ եւ շատ հավես էր այս ֆորմատով անել, նստել բոլորով, իրար տեսնել, հավնախսնվել եւ խոսալ։ Իդեպ արջևում քո տարեդարձն է, կարելի է հենց Պիկնիկ անել։ Այո, մենք հենց այդպես էլ կանենք։ Շնորհակալություն քեզ իմ կողքին լինելու համար։ Նաև ես երջանիկ եմ, որ իմ երեխան իսկապես իրեն պաշտպանված է զգում մեր ընտանիքում եւ ես խոստանում եմ ամբողջ կյանքում այնպես անել, որ դու քեզ միշտ զգաս ապահով մեր կողքին։ Բաժանորդագրվեք YouTube-ի իմ ալիքին, որպեսզի առաջինը հենց դուք դիտեք բոլոր հաղորդումները։ Ինչպես նաև թողեք մեկնաբանություններ։ Ես եւ Մարիան խոստանում ենք անպայման ընթերցել բոլոր մեկնաբանությունները։ Սրտիկեք մեզ։ Ստեղծենք լայքի կոճակը։ Չէ, լավ, այդպես չէր։ Ասած տեսություն ուղակի։ Տեսություն։ Տեսություն։